Այսօր հնարավորություն ունենք քննարկելու 2026 թվականի պետական բյուջեի նախագիծ արտաքին քաղաքականության մասով իհարկե միանգամից պետք է ասեմ, որ արտաքին քաղաքական գերատեսչության եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական թիվ 1 առաջնահերթությունը, նպատակը, առաքելությունը, եթե կուզեք, Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ անվտանգ միջավայրի ձևավորումն է, Հայաստանի Հանրապետության զարգացման եւ բարգավաճմանը միտված նպաստող միջավայրի ձևավորումն է եւ այս առումով իհարկե պետք է սկսենք եւ նաեւ նշենք եւ ակնհայտ է, որ առաջնային դերը պատկանում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, մնացող հարցերի քննարկման ամբողջական կարգավորմանը։ Ես իհարկե բյուջեի նախագիծը ներկայացնելիս միշտ ձգտում եմ խուսափել արդեն իսկ կատարված աշխատանքի ներկայացումից, որովհետև հասկանալիորեն դրա հնարավորություն ունենում ենք կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվության ժամանակ, բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ, բայց նաև չենք կարող խուսափել ամբողջապես արդեն իսկ տեղի ունեցածին հղում անելուց եւ հենց միանգամից էլ պետք է այդպիսի մի գործողություն անենք, երբ խոսում ենք Հայաստանի շուրջ խաղաղության խաղաղ միջավայրի հետագա ձևավորումից կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումից, չենք կարող չհիշատակել ընթացող տարվա թերևս ամենաառանցքային, ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, այն է այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եւ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ ստորագրված ուրեմն հռչակագրից եւ նախաստորագրված միջպետական հարաբերությունների կարգավորման պայմանագրից այո օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցություն համարելու անվանել շրջադարձային Իհարկե բնավ կասկածի տակ չդնելով կամ չթերագնահատելով մինչ այս ուղղությամբ կատարված աշխատանքը տեղի ունեցած բանակցությունները ի վերջո այդ ամբողջը հանգեցրեց նաև հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ը, բայց այո, չափազանցություն չի, եթե ասեմ, որ այնինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում շրջադարձային էր եւ նաեւ հետագա ուրեմն աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունակարային են այդ օրը ես ավելորդ չեմ համարում նորից ամփոփել նորից ներկայացնել իրականում ինչ տեղի ունեցավ խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընդ որում նորից ստորագրված հռչակագրով անվերապահ ուրեմն հարգանք հայտնելով միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմաթի հռչակագրի համաձայն սահմանների ուրեմն անձեռնմխելիության նկատմամբ, նաեւ այդ օրը համաձայնեցվեցին առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու կամ սկսվել է արդեն ապա տրանսպորտային ենթակառուցվածքների ապա շրջափակման գործընթացը եւ նաեւ նախաստորագրվեց արդեն երկու արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրվեց խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիրը եւ այս պայմանագրում էլ իր հերթին արտացոլված են եւ հետագայում այդ տեքստը հրապարակվեց, հանրայնացվեց իր հերթին պայմանագրում էլ արտացոլված են նույն փոխադարձ սահմանների եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չխառնվելու ուրեմն հանձնառությունը եւ մնացած բոլոր կարևոր սկզբունքները չեմ ուզում հատիկ առ հատիկ թվարկել, կրկին տեքստը հանրային է, ցանկացած պահի կարող եք մտնել եւ ծանոթանալ, եթե մինչ այդ չեք հնարավորություն ունեցել կամ հարկ համարել մի բան կուզեի այստեղ ավելացնել, ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը, նաեւ այն առումով, որ երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով ինչպիսի ստեր էին տարածվում եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ կրկին առիթ եմ ունեցել էլի ասելու նորից կասեմ սահմանադրությունների փոփոխություն, չգիտեմ 100,000-ավոր մարդկանց շարժ էստեղից այնտեղ եւ այլն
եւ Փառք Աստծո թուղթը հանրային է, հրապարակային է եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որևէ մեկը այդտեղ ոչ միայն չկա, այլև հերավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա։ Սա իհարկե առանձին կանգնած մի երևույթ չի մանիպուլյացիաները եւ հետո առիթի դեպքում տեսնելը, որ դրանցից որևէ մեկը հիմնավոր չի, սա մի ամբողջ դիմագիծ է կամ բնորոշիչ գիծ է այսօր մեր քաղաքական դաշտում, նաև հիմնականում այսպիսի դրսևորումներ իմ խորին համոզմամբ եւ եզրակացությամբ տեսնում ենք հիմնականում շատ որոշակի տրամադրվածություն ունեցող քաղաքական ուժերի եւ նաեւ նրանց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների կողմից, բայց ինչևէ ցավալի է, բայց փաստ է։ Մեզ մնում է հերթական անգամ առանց դադարելու առիթից առիթ յուրաքանչյուր հարկ եղած հնարավորության դեպքում ցույց տալ, որ այդ ամբողջը կեղծ է եւ մեր հանրությանը մատուցել այն, ինչ իրականում կա։ Վաշինգտոնյան համաձայնությունների ենթակառուցվածքների կտորին անդրադառնամ, չափազանց կարևոր է հարգելի գործընկերներ եւ մեզ հավանաբար հիմա կամ հետո դիտող հայրենակիցներին եմ ուզում նաեւ խոսքս ուղղել, չափազանց կարևոր է հասկանալ, արձանագրել, որ խոսքը մեծ ապաշրջափակման մասին է։ Այսինքն հիշենք, Հայաստանը 30+ տարիներ գտնվում էր շրջափակման ներքո եւ հիմա երկու երկրները պայմանավորվում են ապաշրջափակել կամ եթե իհարկե հարկ լինի կառուցել նոր ենթակառուցվածքներ, միմյանց միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Սա առաջին հերթին նշանակում է Հայաստանի ապաշրջափակում մեր համար, իհարկե նաև այս ապաշրջափակման ջանքերը ներառում են, ես հասկանում եմ, որ ցանկություն առաջանում է երբեմն նեղացնել այս թեման, հանգեցնել Ադրբեջան, Նախիջևան, ուրեմն կապին, բայց մեծ ապաշրջափակման ջանքերը համաձայնեցված սկզբունքների ներքո ներառում են նաև Ադրբեջան, Նախիջևան կապը, ընդ որում ենթակառուցվածքը, որով այդ կապը օրինակ պետք է իրականացվի, նույն կերպ շահագործվելու է եւ օգտագործվելու է կրկին Հայաստանի Հանրապետության կողմից։ Եվ ուրեմն, որոնք են այդ սկզբունքները, որոնց ներքո կամ որոնց շրջանակներում տեղի է ունենալու այդ մեծ ապաշրջափակումը։ Կրկին սկզբունքները հանրահռչակված են, բայց քանի դեռ մեկ է նույնիսկ հանրահռչակված հանրային տեքստերի դեպքում մանիպուլյացիաները կարող են շարունակել, նորից ուզում եմ ընդգծել, ուրեմն տարածքային ամբողջականության սահմաններում շրջանակներում է լինելու ապաշրջափակումը, սահմանների անձեռնմխելիության ճանաչմամբ, երկրների լիակատար ուրեմն ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ եւ իհարկե փոխադարձության սկզբունքը եւս պահպանված է։ Ուրեմն նորից այն ինչ որ կապաշրջափակվի, այդ թվում եւ Ադրբեջան, Նախիջևան ուրեմն հաղորդակցությունը գործելու է ամբողջապես մեր մասը, կոնկրետ հատկապես այն ինչ որ մեր տարածքում կգտնվի, գործելու է ամբողջապես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։ Հիշում ենք ամիսների, տարիների, ուրեմն խոսակցություններ են մասին, որ այս ենթակառուցվածքներ հանձնվելու են որևէ երրորդ երկրի վերահսկողության, կային երկրներ, որոնք քննարկվում էին որպես տեխնացուներ, երկրների, որոնք անվտանգային կամ զինված ուժեր են տեղակայելու այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, սիրելի գործընկերներ, սիրելի հանրություն, ահա տեսնում ենք, որ այդ ամբողջը այդ մանիպուլյացիաները եւս հոդս ցնդեցին։ Նույն Վաշինգտոնյան համաձայնությունների շրջանակներում Հայաստանը եւ Միացյալ Նահանգները պայմանավորել են, որ միասին կհիմնեն եւ ջանքեր կգործադրեն թրիփ ուղու իրականացման ուղղությամբ, սա կլինի ըստ էության այն հայ-ամերիկյան ընկերությունը, որը որ կտնօրինի եւ կշահագործի այդ կապուղին, Իդեպ այս կապուղին կարող է արդեն ակնհայտ է նաև տեքստից հուսամ գիտեք, որ կարող է ներառել ոչ միայն օրինակ երկաթուղային հաղորդակցություն, այլև էներգետիկ, չգիտեմ, էլեկտրական հոսանքի, ուրեմն գծեր, գազատարներ, նավթատարներ եւ այլն, որևէ ենթակառուցվածք այլ տնտեսական կամ
տրանսպորտային Առաջ անցնելով նշեմ, որ վաղուց մեկնարկել են գրեթե օգոստոսից անմիջապես հետո եւ հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ուրեմն շփումները, բանակցությունները, այս TRIP ուղու կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ եւ արդեն հետո գետնի վրա տազանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա, բայց նորից ու նորից հարգելի գործընկերներ, ինչպիսին էլ որ լինեն այդ տեխնիկական լուծումները, ինչպիսին էլ որ լինեն գետնի վրա, չգիտեմ, պայմանները, ամբողջը լինելու է համաձայնեցված եւ ստորագրված սկզբունքների ներքո Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում իհարկե մենք եւ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից եւ խոսում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատումից պետք է նշենք նաեւ որ կան այնուամենայնիվ հարցեր որոնք այս պայդրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում կամ չգիտեմ գնահատվում են որպես առավել դժվար լուծելի եւ այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք ուրեմն Բաքվում պահվող պատանդարված անձանց գերիների ազատ արձակման հարցը մյուս հումանիտար հարցերի կողքին ինչպես օրինակ անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանումը եւ այլն կան բազմաթիվ այլ հարցեր եւ եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիտարկումը իմ մասնավոր դիրքորոշումը այս մասին այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է որը դեռ բարդությունը հետք է նաև կոնֆլիկտի բնական օբյեկտիվ հետք է եւ որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն դա անշուշտ երկու հասարակությունների միջև երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են դա կրկին օբյեկտիվորեն հաշվի առնելով նաև թշնամանքի եւ ուրեմն արյան պատմությունը որը կա երկու երկրների միջև բայց մենք հավատալով այն ամենին ինչին ես քիչ առաջ ասեցի հավատալով նաև անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ համագործակցային մթնոլորտի միջավայրի ձևավորմանը քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը սահմանազատման գործընթացի ուրեմն բաղադրիչը երևի նորից արժի մի առանձին լույսի ներքո ներկայացնել ընդգծել կրկին վերադառնալով մանիպուլյացիաների թեմային հիշում եք երբ սահմանազատման հանձնաժողովների միջև պաշտոնական անվանումները հանձնաժողովների մի քիչ ավելի երկար են այլ սահմանային հարցերով հանձնաժողովների միջև կնքվեց կանոնակարգը եւ այնուհետեւ վավերացվեց ազգային ժողովում այնտեղ կար մի այսպիսի դրույթ որ կողմերը սահմանազատումը շարունակել են իրականացնել Ալմաթայի հռչակագրի ուրեմն հիման վրա որպես հիմք ընդունելով Ալմաթայի հռչակագիրը եթե խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման ուրեմն պայմանագրում այլ բան չպայմանավորվեն կողմերը եւ հիշում եք այդ ամբողջ ուրեմն բանը ալիքը այն մասին որ հիմա այստեղ այս պայմանագրում լրիվ այլ բան կպայմանավորվեն եւ այդ ալմատան խապկանք է ընդամենը արդեն այսօր առիթ ունեցա նշելու որ խաղաղության պայմանագրում հստակորեն ամրագրված է եւ Ալմաթայի ուրեմն հռչակագիրը եւ այն որ կողմերը կշարունակեն սահմանազատում արդեն վավերացված կանոնակարգի համաձայն եւ ըստեյության այս հարցն էլ կարող ենք համարել փակված գործընթացը շարունակվում է իհարկե փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանի համանախագահությամբ մեր կողմից եւ ավելի մանրամասն այս մասին խոսելու նաեւ իրավունք չեմ վերապահում ինձ